Ողջույն սիրելի ընկերներ, Antifake-ի եթերում որոշակի դադարից հետո կրկին խաչմերուկ աննկրող պատմաքաղաքական ոդկասթն է։ Ձեզ հետ են Դավիթ Ֆիդանյանը եւ վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Մինչ բուն թեմային անցնելը ներկայացնեմ, թե ինչեր տեղի ունենում այս վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Դուք ականատես եք, որ ռեժիմը կալանավորեց իմնեմնի մի ոդկասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին։ Խուզարկություն իրականացվեց Antifake-ի գրասենյակում, առգրավեց ողջ տեխնիկան, փորձ արվեց պարալիզացնել մեդիայի աշխատանքը, ձերբակալվեցի նաև ես եւ ես կցանկանամ առաջին հերթին, որ մենք խոսենք այսօր Հայաստանում տեղնեցող քաղաքական բռնաճնշումների մասին եւ մեր աջակցությունը հայտնենք թե քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին եւ թե մնացած բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Ողջունում եմ մեզ լսողներին, այո, երկու շաբաթ ընդմիջում ա եղել եւ ձերբակալություններ, հետո կալանավորումներ, բայց փորձենք հասկանալ ինչ չափորոշիչներով են մարդկանց տանում։ Երբ ասում է քաղաքական հայացքների համար, ես վստահեցնում եմ, որ առնվազն այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր բանտերում ասեր գցելու տեղ չի լինելու։ Եթե վերցնենք քաղաքական հայացքներով, ընդդիմադիր հայացքներով, որքան հանրային դաշտում հրապարակային խոսք ասող ինչքան մարդ կա, շատ են։ Իսկն այդ բանտերում բոլորին պիտի ձերբակալեին, բայց բոլորին չեն ձերբակալում։ Հարց. ո՞րն է այն չափորոշիչը, որով մի մասին ձերբակալում են, մի մասին ոչ։ Ըստ իս ես կարծում եմ երկու հստակ չափորոշիչ կա։ Եթե ուշադրություն դարձնենք նաև Բագրատ Սրբազանի հետ, ձերբակալվածներին, եւ դրանից հետո ինձ համար այսպես տեսանելի է։ Ուրեմն առաջինը խոսք ասող մարդիկ, որոնք կպնում են իշխանությունների բուրգի ամենավերին մասում գտնող անձանց հեղինակությանը։ Այսինքն այդ մարդիկ իրենց շրջապատի մոտ եւ ժողովրդի ցանկացած ներկայացի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու մոտ արժե զրկվում են։ Իսկ Նարեկի եւ Վազգենի խոսքը խիստ էր։ Այսինքն դա հեղինակության կպնելու խնդիր է։ Ուրեմն գնահատում են այն մարդիկ, ովքեր իրենց հեղինակությանն են կպել։ Այստեղ կապ չունի դուք իշխան եք հիմնավորում, իշխան եք փաստարկում, ճիշտ եք ասում, սխալ եք ասում։ Իրենց համար երկրորդական է, որտեղ իրենց գործիքը սուտն է։ Ստում են, կեղծում են առանց ամաչելու, առանց ամոթի զգացողության, ոնց որ ասում է գրված է, ոչ մարդկանցից են ամաչում, ոչ էլ Աստծուն են վախում։ Բայց այն խոսքը, որը հեղինակությանն է կպնում, իսկ նորից եմ կրկնում, Վազգենի եւ Նարեկի խոսքը հեղինակությանն է կպել։ Եվ դա կապ չունի, դա վարչապետի պարտականություն կատարող անձն է, թե այդ բուրգի վերին էշելոններում գտնվող մարդիկ։ Եվ երկրորդ չափորոշիչը, այն մարդիկ, ումից զգում են վտանգ, որ այդ մարդիկ ավելի կոշտ պայքարի կողմնակից են եւ ունեն փորձառություն։ Եթե ուշադրություն դարձնեք Բագրատ Սրբազանի հետ այն տղաները, ովքեր նստել են, դրանց մեծ մասը պատերազմով անցած տղերք են։ Ունեն փորձառություն, ունեն կամային բարձր որակներ եւ անհրաժեշտության դեպքում, ասենք, կարող են կոշտեցած դրսևորել։ Ասենք, ես երկու անձի անուն տամ, որոնց անձամբ ճանաչում եմ եւ այդ մարդկանց անցած ճանապարհի կենսագրությունը ինքնին ցուցիչ է։ Մեկը Վահագն Չախալյան։ Այդ մարդու հետ ոչ մի կոմպրոմիսի իշխանությունները չեն կարող գնալ, ինքն էլ հետևողականորեն համառ կերպով իր կեցվածքը դրսևորում է։ Ունի ընկերներ, հեղինակություն, շրջապատ, այստեղ ջավախքայության մեջ Վրաստանում, այսինքն ինքը քաշային կարգ է։ Երկրորդը Հայ հեղափոխական դաշնակցությունից Իգոր Սարգսյան։ Մարդ, որին 90 թվից եմ դեռևս ճանաչում։ Բավական լուրջ ճանապարհ անցել, այդ թվում նաև Արցախյան եւ առաջին ազատամարտը, եւ երկրորդ ազատամարտը, եւ իր բարոյական նկարագիրը։
այդ տեսակ ես երկու անձի առանձնացրեցի տեսակ, այսինքն այդ մարդկանցից էլ վախում են, որ այդ մարդիկ կարող են ինչ-որ բան կազմակերպեն պոտենցիալ առումով, հա? Ոչ ընտրություններ, ոչ փողոցային պայքար, իրանք կոշտ կողմնակից են ինչ-որ բաների եւ այնտեղ գործը որ իրանց վրա կարել են ինչ-որ խոսակցություններ կծմոցել են մեկ-մեկու ինչ-որ բան են սարքել, հա? Ուրեմն արձանագրում ենք երկուսը առաջին որ իրանց հեղինակությանն են կպնում արժեզրկումը, հա? Առանց այն էլ արժեք չունեցող իրենց հեղինակությունը եւ երկրորդ մարդիկ, որոնք կամ այն բարձր որակներ ունեն եւ անցած ճանապարհ։ Այս երկու կրիտերիաներով են։ Քարոզչական եւ գործնական։ Այո, շատ ճիշտ է, բայց քարոզչականը օրինակ հիմա անձամբ ես էլ եմ, չէ, քարոզչականով օրը մի քանի եթեր եմ մտնում։ Բայց Վազգենի ու Նարեկի խոսքը եւ ոչ միայն իրենց էականորեն տարբերվում է։ Իրենց կեցվածքով, գնահատականներով եւ այլն կպնում են այդ մարդկանց հեղինակությանը, ըստ իրենք այդպես են գնահատում, թե հեղինակություն կպնելու համար թե հեղինակություն ունենա, չէ՞ որ կպնեն։ Իրենք գտնում որ ունեն ու գտնում Վազգեն Նարեկը կպնում են։ Եվ այդ տղերքը ովքեր որ նստած են։ Էս այ երկու չափորոշիչ եւ քանի որ այդ երկու չափորոշիչը քաղաքական հետ կապ չունի, չէ՞ ես քաղաքական հայացք ընդհանրապես չասի, չէ՞ մոտեցում չասեցի եւ այլն։ Դա համար ես մի փոքր տարբեր գնահատական ունեմ, երբ որ ասում են միգուցե քարոզչական դաշտում, միջազգային կառույցների, Հայաստանում տարբեր արևմտյան երկրների դեսպանատների հետ շփվելուց, հարաբերվելուց, ինչ որ նամակներ հանձնելուց այդ առումով ճիշտ է, որովհետև քաղ բանտարկյալն են ընդունված։ Բայց ես այլ կարծիք ունեմ։ Այդ մարդիկ պատանդ են, որտեվ իրենք չեն ձերբակալվել կոնկրետ եւ չեն կալանավորվել կոնկրետ քաղաքական ընդդիմադիր հայացք ունենալու համար։ Եթե այդպես լինի, նույնիսկ եմ ասում, որ Հայաստանի բանտերում տեղ չէ լինելու։ Հարց առաջանում վարչախմբի թե Ալիևի ձեռքում են պատանդ։ Հիմա ես շատ վաղուց եմ ասել, որ 2018 թվականին Հայաստանը դրվեց արտաքին կառավարման ներքո։ Եթե մինչ այդ Հայաստանի Հանրապետության 3 նախագահներին հակական արեմուտքը տվել էր որոշակի ինքնություն, իրոք այդպես է։ Նաև ռուսները։ Ուրեմն ասեմ ձեզ, եթե գործիքակազմով նայենք, ռուսները այստեղ ընդհանրեն ունեն մի գործիքակազմ։ Այդ զինական ներկայությունն է։ Ռեալ։ Մնացածը, օրինակ առաջին ամենակարևոր գործիքը դոլարը։ Երկիր մոլորակի վրա բոլոր երկրների արժույթները իրենք ածանցյալ են դոլարին։ Բոլորը անխտիր։ Այսինքն դոմինանտը դոլարն է։ Եվ որի համար մեր նախորդ հաղորդման հիշում եք, երբ ես ասում եմ, որ իրականում երկրորդ համաշխարհայինը չի ավարտվել 45-ին։ Երկրորդ համաշխարհայինը ավարտել է 44 թվականին, որտեղ այդ ժամանակ հայտնի Բրեդենբուրգյան համաձայնագրով, երբ դոլարը դարձավ մեծ հաշվով համաշխարհային վալյուտա, նրանք ովքեր սանձազերծել էին առաջին երկրորդ համաշխարհային պատերազմ, իրենք հասան իրենց նպատակին։ Իրենց համար միևնույն է, թե որ պետության տարածքը որից ինչքան կփոկվի եւ ուրիշին կտրվի։ Էականը նա է, որ բոլորի վրա իշխելու է դոլարը։ Իսկ ինչու է օրինակ, որ ես որ ասում ածանցյալը, այսինքն Հայաստանը չունի սեփական վալյուտա, Ռուսաստանը չունի սեփական վալյուտա, արժույթ, չկա այդպիսի բան։ Շատ տրիվիալ օրինակ եմ բերում։ Օրինակ Հայաստանի կենտրոնական բանկում, ընդ որում կենտրոնական բանկն էլ ենթարկվում է միջազգային արժութային հիմնադրամին, համաշխարհային բանկին։ Ավելին սահմանադրությամբ անգամ կենտրոնական բանկի նախագահի գործառույթները գործադիր իշխանության ղեկավարի բանից իշխանությունից դուրս է։ Օրինակ, եթե կենտրոնական բանկում ենթադրենք տպված կա 400 դրամ, հատ առանցին 2 հատ 200 դրամանոց, պիտի մտնի շրջանառության մեջ, բանկից հանվի դրվի։ Դու իրանք չունես դա անելու, գիտեք, մինչև 400 դրամին համարժեք դոլար չգնես բորսայից։ Farz եմ ասում, իսկ մի դոլար եթե գնում ես, քեզ թույլ տալիս է 400 դրամ շրջանառության մեջ տնես։ Այդ դրանից է երևում, որ քո արժույթը ինք ածանցյալ է դոլար եւ աշխարհի բոլոր երկրներում այդպես։ Հիմա սա ինչ եմ ասում, որ այնուամենայնիվ մենք հասկանանք, որ իրականում արեմուտքը բոլոր երկրների վրա ունի դոլարի գերիշխանություն, բոլորին անխտիր։ Եվ այդ երկրները ունեն այդ դոլարի շահույթը ապահովող գործիք, որի անունն է կենտրոնական բանկ։ Դուք ուշադրություն դարձել եք, որ բոլոր երկրներում կենտրոնական բանկ կա, բացի մի քանի պետություններից։ Օրինակ Հյուսիսային Կորեայում չկա կենտրոնական բանկ։
Եվ պատական է արդյոք օրինակ գործում Ռուսաստանը, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, իր առևտրական գործընկերների հետ փորձում է դոլարից դուրս գալ, իշխանությունից դուրս գալ։ Ինձ համար շատ կարևոր է, առաջնահերթը դա դոլարն է։ Օրինակ, երբ որ դուք մտնում եք փոխանակման կետ, չէ փոխանակման կետ է, չէ։ Ասենք, իրականում կեղծիք է, դե փոխանակման կետ չէ, խանութ է։ Իսկ ինչով է խանութ։ Օրինակ, 400 ասենք Ռուսաստանից գումար ունեք, այդ գումարը տալիս եք, որ փոխեն։ Գիտեք փոխանակում ինչպես է։ Ռուսական ռուբլին փոխում են դոլարի, մեջը մտնում են 1.5%, այդ նվազագույնը։ Հետո այդ դոլարը փոխում են դրամի, այսինքն ձեզ պետք է ռուսական ռուբլուց դրամ։ Միջանկյալ 2 անգամ փոխանակել դոլարի ռուբլուց, հետո այդ դոլարը փոխանակել դրամի, 1.5% այնտեղ, 1.5% այնտեղ։ Այսինքն դուք մի թղթի կտոր եք տալիս, որի մեջ համաշխարհային բանկը առանց ոչինչ անելու 3% աշխատում է։ Բարձ է։ Ես ասում եմ, որ արևմուտքն է իրականում ստեղ դոմինանտ, առաջին նկատի ունեմ, ինչը դոլարը։ Երկրորդը սահմանադրությունը։ Մեր սահմանադրությունը եւ մեր նման պետությունի սահմանադրությունը գրվել է դրսում, վստահաբար եմ ասում ձեզ։ Ինչու է գրվել։ Մեր նման երկրները գաղութային պետություններ են, կամ մի հոդված, որ դա ցուցիչ է։ Այդ հոդվածը առաջին անգամ ընդունվեց Գերմանիայում 1921 թվականին, երբ առաջին համաշխարհային պատերազմը կպարտվեց, 2 տարի հետո ընդունվեց Ավստրիայում, գիտեք որն է։ Մի հոդված։ Շատ տենց չկմեղ հոդված է։ Ասում են, երբ կա հակասություն միջազգային նորմերի եւ քո երկրի օրենքի նորմերի, ապա գերակա է միջազգային նորմերը։ Սա պարտադրված է գաղութային պետություններին։ Ավելին ասեմ, մեզ մոտ մի դրական բան կա, այդ հոդվածը գրած է վավերացված միջազգային պայմանագրերին։ Այսինքն, եթե դու չես վավերացել ինչ-որ միջազգային պայմանագիր, չվավերացված միջազգային պայմանագրի նորմը քո մոտ գերակա չի։ Օրինակ Ռուսաստանում այդպես չի։ Իդեպ հիշեցնեմ 2015 թվականի նոր սահմանություն էին, չէ՞ ընդունում։ Սահմանական չէ, կներեք, սահմանական փոփոխություններ նոր չէր։ Այդ փոփոխությունների մեջ, չգիտեմ ում մտքի թռիչքով, վավերացված բառը հանել էին։ Այսինքն մեր ավելի ծանր լինել, այնպես ինչպես Ռուսաստանինը։ Օրինակ մենք ընդվզեցինք, կեցված դրսևորեցինք ազգային ժողովը եւ փառք Աստծո երկրի ղեկավարությունը ականջալուր եղավ։ Այդ վավերացված բառը, որը նախագծի մեջ հանած էր, նորից մտցրեցին։ Եվ հետեւաբար, երբ որ ես ասում եմ արևմուտքի ազդեցությունը մինչև 18 թիվը, որոշակի հնարավորություն տրված էր, 3 նախագահներին տրված էր։ 18-ին, ինչպես ասում են, այդ բոլոր խողովակները պետք է փակվեր։ Ես ձեր հետ համակարծիք եմ, իհարկե Հայաստանը ամբողջովին արտաքին կառավարման ներքո է։ Եթե առաջ արևմտյան ինչ-որ պետությունների, ասենք Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, հա, այսօր մեր կարգավիճակը ստատուս Հայաստանի կտրուկ իջել է։ Թուրքիա եւ Ադրբեջան, համակարծիք եմ։ Պարոն Ապետյան, տեսեք, մենք խոսում ենք ներսում բռնաճնշումների մասին եւ հենց ձեր նշածից ելնելով, որ արևմուտքը այսօր դոմինանտ է, հա, երկրում կամ տարածաշրջանում, մենք ֆիքսում ենք, որ լռում են իրենք։ Հայաստանում այսպիսի իրադարձությունների համատեքստում։ Այո, ճիշտ դիտարկում է շատ։ Իրենք թե Միացյալ Նահանգները, թե Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրները, հա, որոնք համարվում են լիբերալիզմի կամ ժողովրդավարության ակունքները, հա, իրենց քաղաքական զարգացած մտքով, իրենց փիլիսոփայական աշխարհայացքով, հետևաբար հարց է առաջանում, ինչու են նրանք ընտրովի կիրառում իրենց գործիքակազմը, խոսքը վերաբերում է դեմոկրատիայի մասով, հա։ Միացյալ Նահանգները իրենք համարվում են այդ փարոսը կամ առաջամարտիկը լիբերալ կամ ժողովրդավարական արժեքների, որոնք իրականում գործնական կիրառման պարագայում շատ դեպքերում վատ բան չեն, որտեղ կա մարդու իրավունքներ, արդարադատություն, օրենքի գերակայություն, այո, օրենքի գերակայություն, մարդը պաշտպանված է օրենքով, ճիշտ է։ Տեսեք,
նույն Միացյալ Նահանգները, երբ որ իրենք քարոզում են այդ արժեքները, բայց իրենք հակադրվում են օրինակ ռուսական կողմի հետ, բայց դաշնակից են Սաուդյան Արաբիային, որտեղ ժողովրդավարության առումով ընդհանրապես ոչինչ չկա, նաև որտեղ կրոնական հիմքը շատ մեծ է, հա։ Դե Ղուրանի վրա է նստած, այդ թունայ մահապատիժ։ Բայց օրինակ այդ երկրի ինչով է դա պայմանավորված այդ մոտեցումները։ Երկակի ստանդարտներ։ Այսինքն, եթե մի ժամանակ ժողովրդավարությունը մարդու իրավունքների հայտնի հռչակագիրը դա արժեքային հիմք էր եւ հենք էր պետություններում ժողովուրդների խաղաղ գոյակցության եւ երկրի ներսում միջանձնային հարաբերություններում եւ միջպետական հարաբերություններում, ապա դա հետո դարձավ գործիք պետությունների վրա իշխելու։ Եվ այստեղ բնականաբար օրինակ Միացյալ Նահանգներն է ավանգարդում գտնում, շոկիկար շինքն է, չէ, ակնհայտ է։ Երկրորդ եւս կա այդպիսի միավոր, որը պետությունների դաշինք է, Եվրամիությունը։ Հիմա այդ երկու միավորները, որոնք ավանգարդում են, իրենք արդեն ընտրովի են որոշումներ կայացնում, ելնելով իրենց ազգային պետական շահից։ Եվրամիությունը այդ միավորի շահից, Միացյալ Նահանգները իր պետության շահից։ Եթե իրենց պետք է, այո, դու շատ ճիշտ է, կարաբական մի շարք երկրներում, որոնց հետ Միացյալ Նահանգները ունի ամենասերտ համագործակցությունը, բայց այդ երկրներում այն ընդունված խաղի կանոնները, որի անունն է մարդու իրավունքներ կամ հռչակագիրը հայտնի, գոյություն չունի։ Բայց օրինակ Միացյալ Նահանգները չի ասում, ասենք, հարգելի Սաուդյան Արաբիայի շեյխ։ Ինչ է կանանց գլուխները կտրում։ Էս ինչ է կանում, հա։ Բայց իր այդ տարածաշրջանում ամենամոտ եւ ռազմավարական առումով դաշնակից է, չէ՞։ Ուրեմն այստեղ աշխատում է ինչը։ Երկակի ստանդարտ է։ Այսինքն ոչ թե հանուն մարդու իրավունքի, այլ հանուն այդ պետության շահի։ Իսկ այդ պետության շահին, եթե պետք է, որ Հայաստանի Հանրապետությունում մնա այն վարչախումբը, որին ես անվանում եմ խունտա, ինքը այդ չափորոշիչներ ունի, ապա այդ խունտան պիտի մնա։ Եվ երկու օր առաջ ազգային ժողովում շատ ճիշտ քննարկում էր, կարծում եմ շատ տեղի, ինչ որտեղ մի քիչ նույնիսկ ուշացած, ես օրինակ ինձ խոսքի իրավունք տրվեց, ես մի զուգահեռ բերեցի։ Ասի անցյալ տարի հունիս 12-ին ազգային ժողովում բախում եղավ ոստիկանների եւ խաղաղ ցուցարարների միջեւ։ Այլանդակությունները, որ արեցին, սահման չուներ։ Ծեծել, նվաստացնել, բռնել, ձերբակալել, կալանավորել եւ հատուկ տեխնիկական միջոցներ, որի իրավունքը չունեին կիրառել։ Մեկ օր հետո ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածում, եթե հակիրճ ձևակերպել մեղավոր ժողովուրդը խրախուսում է ոստիկանությանը, ոնց է ձերաբար։ Այսինքն, այստեղ աշխատում է երկակի ստանդարտը։ Ես օրինակ իմ խոսքում ասի, որ այդ հայտարարությունից հետո Փաշինյան Նիկոլին տրվեց կանաչ լույս բոլոր առումներով։ Դու պատկացեք, եթե լուսաձայնային կիրառի եւ մարդը հաշմանդամ դառնա, իսկ մենք տեսանք, չէ, երկու հոգի այդպես դարձան։ Ինչ շանկում է, Նիկոլը ձերբակալելու խնդիր կունենա կամ կալանավորելու, հաստատ չի ունենա, եթե մարդուն հաշմանդամ է դարձնում։ Ուղղակի երջանիկ պատականությամբ հունիս 12-ին մահ չեղավ, չէ։ Զոհ չունեցանք, բախտի բերմամբ։ Սա երջանիկ պատականությամբ, բայց կարար եւ լիներ, չէ։ Ձեզ վստահեցնում եմ։ Այդ փոքր տարածքի վրա։ Այո, որ իրավունք էլ չկար այդ կիրառել։ Սա նշանակում է, որ անցյալ տարի հունիս 12-ին Փաշինյան Նիկոլը կոնկրետ ԱՄՆ դեսպանից ստացավ ամեն ինչ անելու թողտվություն, բացարձակ առումով, այդ հայտարարությունը դա էր նշանակում։ Եվ հավասեք, եթե ուշադրություն դարձնեք պրոցեսները հունիս 12-ից հետո, որտեղ մինչև հիմա այդ դեպքերի հետ կապված մի քանի տասնյակ մարդիկ կալանավորված են, քրեական գործեր հարուցած, մի քանիսի նկատմամբ էլ վճիռներ կա կայացած։ Բայց Ամերիկայի դեսպանը բացարձակապես ձայն բարբարով անապատի, ոչինչ չի ասում։ Այս սա է պատճառը, որ ԱՄՆ եւ Եվրամիությունը Հայաստանում էլ դեսպան կա, օգտագործում են երկակի ստանդարտներ։ Իրենց պետք է որ Նիկոլը մնա։ Եվ Նիկոլին տրվել է իրավունք անել ամեն ինչ։ Եվ հետաբար, երբ որ ես ասում եմ թիրախը Փաշինյան Նիկոլը չի այս ապօրինությունների, ինքը գործիք է։
Թիրախը ուրեմն ազգային ժողովը չի, թիրախը նախագահը չի հանրապետության։ Թիրախը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանն է։ Ես ձեզ վստահեցնում եմ, արդարացի օրենքի շրջանակներում միջազգային իրավունքի շատ կոնվենցիաների հենքի վրա արդարացի պահանջ ներկայացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հասարակական եւ քաղաքական ուժերը ԱՄՆ դեսպանին եւ դեսպանության մոտ, ձեզ 101%-ով երաշխավորված ասել, դուք նայեք արագ ինչքան մարդ բանտերից բաց կթողեն։ Առավել քան համոզված ասել, որտեվ այդ ճնշումը Միացյալ Նահանգների դեսպանի վրա շատ արագ պետքարտուղարությունում գնահատվում է որպես ճնշում ԱՄՆ պետության եւ իր կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քաղաքականության վրա։ Առավելևս, որ այս վերջին շրջանում ԱՄՆ բացահայտ կերպով մեր տարածաշրջանում հայտնվել է կոնկրետ Տրամպի ուղու մասին է, չէ՞։ Այսինքն իր համար շատ կարևոր է, որ այդ երկի վարկանիշը Հայաստանում ժողովրդի մոտ ոչ միայն չընկնի, բարձր լինի։ ԱՄՆ հսկայական գումարներ է ծախսում աշխարհի ցանկացած երկրում իր երկրի վարկանիշի դրական վարկանիշ ունենալու համար։ Հիմա առավել քան ԱՄՆ-ի համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում այդ վարկանիշը։ Ես որ կոչ եմ անում, չեմ ասում ապօրինություն արեք, ասում եմ օրենքի, իրավունքի, միջազգային կոնվենցիաների, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիման վրա այս ապօրինությունները որ կա, իսկ այսօր ասենք այդ մի 20-30 հոգի չեն, որ ազգային ժողովում նկարները կար, շատ ավելի շատ են, չէ՞, մենք գիտենք այդ ապօրինությունների արդյունքում ինչքան կալանավորված եւ ինչքան ձերբակալված մարդիկ կան։ Ես էլ ասում եմ, կեցված դրսևորել եք ԱՄՆ դեսպանության մոտ, համոզված ասեմ, դուք կտեսնեք ինչքան մարդ ավտոմատ կերպով մի շաբաթվա ընթացքում Փաշինյանը բաց է թողելու։ Պարոն Նահապետյան, եկեք փորձենք պատմական զուգահեռներ իրականացնել, որովհետև ես կարծում եմ, որ մեզ լսողների եւ դիտողների համար դա նույնպես բավականին կարևոր է։ Այս վարչախումբը կամ ռեժիմը ինչպիսի պատմական անալոգներ ունի ըստ ձեզ։ Մեր պատմության մեջ ոչ համաշխարհային։ Ասենք այսպես, եթե իր չափորոշիչները գնահատենք, սա կոլաբորանտ կառավարություն է։ Օրինակ 1939-1945 թիվ Ֆրանսիայում գերմանացիների կառավարություն։ Այո, գերմանացիներին ծառայող մի կառավարություն, որի անդամները իդեպ ֆրանսիացիք էին։ Տեղական ինքնակառավարման մարմիններում ֆրանսիացիներ էին, այո։ Ունեին ոստիկանություն, ունեին զինված ստորաբաժանում։ Մի քանի տասնյակ հազար ֆրանսիացի կռվում էր նացիստական Գերմանիայի Վերմախտի բանակում Խորհրդային Միության եւ իր դաշնակիցների դեմ, հա։ Բայց մի տարբերությամբ գերմանական բանակի զին անձնակազմը գտնում էր Ֆրանսիայի տարածքում եւ զինված եւ ստատուսով կարգով որոշումների կայացման վրա ուներ ավելի բարձր իշխանություն, քան տեղում ֆրանսիացիները։ Եվ այն կառավարությունը, որ ստեղծվել էր իրականում, ինքը կոլաբորանտ էր։ Վերջին հաշվով գերմանացիները հարձակվեցին Ֆրանսիայի վրա, ոչ միայն, նաեւ Ֆրանսիա եւ հաղթեցին։ Շատ արագ։ Հիմա երկրներ կար շատ են դիմադրում, երկրներ կար քիչ։ Ֆրանսիան գրավվեց։ Կարող էին, չէ, օրինակ ոնց որ Ռուսաստանում Խորհրդային Միության ժամանակ 41-44 թվականներին Բելարուսիայում եւ Ուկրաինայում նշանակել գաուլայտերներ։ Այսինքն դե ազգությամբ ուկրաինացի եւ բելարուս չէին այդ տարածքի ղեկավարները, գերմանացի էին, չէ։ Գերմանացիները կարող էին, չէ, Ֆրանսիայում եւս մի գերմանացու նշանակել որպես գաուլայտեր Ֆրանսիայի։ Չնշանակեցին։ Նշանակեցին ֆրանսիացիներից։ Հիմա եկեք զուգահեռենք։ Մենք 44 օրյայում պատերազմեցինք, չենք պարտվել, ես միշտ ասել եմ, 44 օրյայում հայկական կողմը չի պարտվել, ադրբեջանական կողմը չի հաղթել, մենք պարտվել ենք 23 թվականի սեպտեմբեր 10-ին, երբ որ հայությունը դուրս եկավ։ Այդ պարտությունից հետո, իդեպ շատ հետաքրքիր մի փաստի մասն կասեմ, որ դա հիշեցի։ Այդ պարտությունից հետո Փաշինյան Նիկոլը սկզբունքորեն 100%-ով, եթե մինչ այդ արևմտյան քաղաքական շահերի սպասարկման ծիրում էր 18 թվականից սկսած, 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո
100%-ով մտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարման ներքո։ Օրինակ մի փաստ։ Թուրքիան տնտեսապես մխրճվելու է Հայաստան, այնպես ինչպես մխրճվեց Վրաստանի առաջնորդին աջարյա։ Օրինակ, մյուս տարվա հունվարի 1-ից 2026-ի Հայաստանում ստեղծել է մի կազմակերպություն, եթե չեմ սխալվում, Enterprise Armenia, որի ղեկավարը Գոհար Աբաջան, Հայաստանի արտգործնախարարի պարտականություն կատարող անձ է, Արարատ Միրզոյանի կինն է։ Հոգաբարձուների խորհրդի մեջ հիմնադրամ է դա մեծ, Փաշինյանը եւ իր թիմը $100 միլիոն թուրքերը ներդրում են անում Հայաստանում, ոլորտներն եմ ասում, գյուղատնտեսություն, դեղագործություն, արհեստական բանականություն։ Ոսկե Թուրքիան ի՞նչ է գործել այստեղ։ Այդ 100 միլիոնը, այդ հենց մենք երևացող։ Ավելին ասեմ, Ադրբեջանը եւս լուրջ ներդրումներ անում, բայց իր ականջները դեռևս դիք չերևան։ Իսկ այդ ներդրումները կարող է եվրոպական երկրներով անի, չէ՞։ Գումարները փոխանցի կամ գրանցի այդ երկրներում ֆիրմաներ, եւ այդ ֆիրմաները Հայաստանում սկսեն ներդրումային գործունեություն ծավալել։ Այսինքն կոլաբորանտ կառավարությունը ինքը հլու հնազանդ պետք է կատարի հաղթող պետության կամ պետությունների կամքը մի տարբերությամբ, որ իրեն հնարավորություն տրված է կապիկություն անել։ Ինքնիշխանության հաստատում, անկախության հաստատում, երջանիկ ապագա, իրական Հայաստան, այս ասենք բանալի բառերի շուրջ հնարավորություն է տրվել մարդիկ իշխանության ղեկին մանիպուլյացիաներ, այդքան բան։ Բայց եթե գործնականում նայում ենք ինչ ասել է Ադրբեջան եւ Թուրքիա, եւ իրենց շահերը այստեղ, հա, մի ակնհայտ է, չէ՞ որ։ Սա հլու հնազանդ կատարելու է։ Եթե Ադրբեջանը պահագա ասի, որ այդ 300,000-ի մասին ասել եմ, հիմա ժամանակն է, դի գա։ Օրինակ Ադրբեջանն է չէ պահանջում սահմանադրություն փոխել։ Փաշինյանն էլ հավաքեց պետծառայողներին, ասեց սահմանադրություն դի փոխվի։ Այդ Փաշինյանը իր ամբողջ քաղաքական կամ լրագրողական գործունեության ժամանակ մի անգամ սահմանադրության փոփոխության մասին խոսք ասել էր, չէ, եւ սկսեց ասել, երբ որ Ալիև ասեց, երբ որ Էրդողանը ասեց։ Ինքը կամակատարն է մեր երկու հարևանների, որոնց տրված է Հայաստանը կլանել։ Թուրքիան եթե կլանում է տնտեսական առումով, Ադրբեջանը կլանելու է տարածքային եւ անվտանգային առումով։ Այդ կլանման գործընթացի Հայաստանում պատասխանատու անձը Փաշինյան Նիկոլն է։ Շատ լավ։ Իրադարձությունները իրականում շատ արագ են զարգանում եւ տեսեք տեղի էր ունեցել բավականին հետաքրքիր մի իրադարձություն վերջերս, Հայաստանը ինչ ժամանել Ադրբեջանի այսպես կոչված իբրև թե քաղաքասարակության ներկայացուցիչներ, որոնց մեջ էր նաև Դիլարա Էֆենդեևան, ով հանդիսանում էր Լաչինի Միչանսկի բլոկադայի կազմակերպիչներից մեկը։ Բնապահպան կոչվող պսևդո էկոակտիվիստ։ Պարոն Նահապետյան, երբ որ ես ինքս այդ լուրը կարդացի, ակամայից հիշեցի, որ առաջ մեզ ցեղասպանողներին մենք ոչնչացնում էինք։ Այո։ Կազմակերպիչների։ Հիմնականում առաջին հերթին կազմակերպիչների։ Եվ փաստացի մենք հասել ենք այն օրին, որ ձեր նշած կոլաբորանտ կառավարության իշխանության ժամանակաշրջանում Արցախահայության էթնիկ զտումը եւ ցեղասպանությունը, այդ դա ցեղասպանություն էր։ Անմիջականորեն գետնի վրա կազմակերպողներից մեկին մենք Երևանում պատվով ընդունում ենք, հետո այդ մարդը հարցազրույց է տալիս, ասում է մեզ արմյանսկի շաշլիկ ու գաշալի նե։ Ինչու։ Դե հիմա պատկերացեք, եկեք զուգահեռ, քանի որ մեր հաղորդման մեխը իրականում կամ նպատակը օրվա իրադարձությունները եւ Հայաստանում եւ տարածաշրջանում եւ աշխարհում միշտ փորձենք պատմական զուգահեռները, որպեսզի մարդկանց համար ավելի ընկալելի տեսանելին, թե ինչա սպասվում։ Հիմա նորից վերադառնանք Ֆրանսիա 39-45 թիվ։ Ինչ է կարծում, ասենք գերմանացի մի բարձրաստիճան պաշտոնատար անձ, որ գար, ասենք Ֆրանսիայի
կառավարություն ինչ որ գործերով։ Իրեն չեն հյուրասիրի ֆրանսիական կոնյակ, սուրճ եւ գեղեցկատես օրիորդների երեկոյան։ Էլ չեմ ասում երաժշտություն։ Կան ինչը։ Դե հիմա հայրն էլ հիմա այս բան խորոված են հյուրասիրում։ Որևիցե տարբերություն չկա, պարզ է, չէ՞, այսինքն դա այնքան որտեվ շատ դժվար է ընկալել, որ քո երկրում կա մի վարչակազմ, որը հլու հնազանդ Ադրբեջանի, Թուրքիայի պահանջներն է կատարում։ Առաջին հայացքից դժվար է ընկալել, ինչու՞, որտեվ Երևանի փողոցներում Հայաստանի Հանրապետության զինանշանը գրող գլխարկներով, ասենք համազգեստով ոստիկանների հետ Ադրբեջանի ոստիկանության համազգեստով ադրբեջանցի ոստիկանները չեն։ Համաձայն եք։ Դա դու չես տեսնում։ Ֆրանսիայի փողոցներում, Փարիզի փողոցներում ֆրանսիացի ոստիկանների, կոլաբորանտ կառավարության ոստիկանների հետ նաև շրջում էին գերմանացիները։ Ժողովուրդը տեսնում էր, ով ցանկություն եւ կամք ուներ, ինչ էր անում, ընդվզում էր մաքինների հայտնի շարժումը, որոնց ամենաառանցքային դերակատարում ունեցող անձանց մեկը, եթե ոչ ամենաառանցքային, Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանն է եղել։ Ամբողջ պարտիզանական շարժման կազմակերպիչն է եղել։ Եվ հայերս բոլոր ժամանակներում իրավունք ունեն այդ պանցալի հայ մասին միշտ մեծատառով խոսել։ Սա լուրջ բան է։ Բայց ես հիմա մի ուրիշ զուգահեռ բերեմ։ Ասում եմ, ես հաճախ մարդիկ նույնիսկ քաղաքական գործիչներ, փորձագետներ զարմանում են։ Ասում եմ, եթե վաղը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ադրբեջանցիների հետ միասին պատերազմեն, ասենք, ռուսների կամ Իրանի դեմ, կզարմանաք, ասում եմ, ոնց կարա հայերը ադրբեջանցիները։ Հիմա պատմական զուգահեռ են բերում։ Մի քանի տասնյակ հազար ֆրանսիացի գերմանական բանակում պատերազմում էին Խորհրդային Միության եւ իր դաշնակիցների դեմ։ Փաստ է սա։ Հիմա նույն զուգահեռն են բերում։ Ասում եմ, մի զարմացեք։ Եվ դրա հիմքերը երեք այսօր եւ վաղը նախապատրաստում են Հայաստանում։ Ինչու՞։ Որտեվ չի կարող ՆԱՏՕ-ի ստանդարտներով ստեղծված ադրբեջանական բանակի եւ սպառազինությունը ՆԱՏՕ-ի ստանդարտներով, որի զինատեսակներ մեծ մասի տրամագծերը տարբեր են խորհրդային հետո ռուսական արտադրություն։ Ուղղվի միայն Հայաստանի դեմ։ Եվ ինչու է Հայաստանը եւս բերում ՆԱՏՕ-ի ստանդարտների։ Այդ ոչ միայն որ ՆԱՏՕ-ն պուպուշ է, այլ որ վաղ չեմիսօրը ՆԱՏՕ-ի ստանդարտներով, կառավարումով, մեթոդաբանությամբ, զինվածությամբ, զինամթերքով հայկական բանակը կարողանա համագործակցել նույն չափորոշիչներով եւ սպառազինությամբ ադրբեջանական բանակի հետ համագործակցել, ոչ թե պատերազմել։ Համագործակցելու դեմ, ասեցի, մի կողմից Ռուսաստան, մյուս կողմից Իրանի Իսլամական Հանրապետություն։ Սա Ֆրանսիայի զուգահեռն են բերում, որ վաղը այսօրն էլ ենք մենք տեսնելու, եթե աշխարհում այնուամենայնիվ աշխարհում փոփոխություն չեղա, որի այսպես պրոյեկտումը նաև գա մեր տարածաշրջան։ Նույնը ըստեյության տեղ ունեցավ Ուկրաինայում, երբ որ դիտարկենք 2014 թվականից սկսած, հա, իրադարձությունները, ուկրաինական բանակը զգալիորեն համապատասխանեցվեց արևմտյան ստանդարտներին եւ վերջնարդյունքում բռնկվեց այդ աղետալի պատերազմը, հա, որը որ շարունակվում է մինչև այսօր սարսափելի կորուստներով եւ որը որ իր ուրույն ազդեցություն ունի մեր վրա։ Պարոն Ապետյան, կա 28 կետ եւ տեսեք Զելենսկին վերջերս հայտարարեց, որ իրենց համար դժվար ժամանակներ են, այնպիսի տպավորություն է, որ ոնց որ Նիկոլա խոսեր որոշակի օրն, էլի, այս 44 օրյա պատերազմի, տենց հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ իրավիճակներ հիշեցնում Զելենսկիի խոսքը։ Այնուամենայնիվ, արդյոք հիմա զս հնարավոր է վերջնական հանգուցալուծում, եթե հաշվի առնենք, որ ռուսական կողմը դրական է արձագանքել Միացյալ Նահանգների Թրամփի ադմինիստրացիայի հետ առաջարկին եւ այստեղ կարծես թե խաղից դուրս են մնում Ուկրաինան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան։ Եվրոպական ճակատում ըստ էության հիմա
իրավիճակը այսպիսին է։ Կամ պատերազմը շարունակվում է եւ կրելու է համաեվրոպական բնույթ, կամ պատերազմը դադարեցվում է եւ ըստ Ուկրաինա-պետությունը վերածվելու է։ Գիտեք, ովքեր են շահառում, որ պատերազմը շարունակվի, ակնհայտ է Բրիտանիա եւ իր ենթակայությամբ գործող առնվազն Եվրոպայի որպես շոկեկար շանսացող Գերմանիան, Ֆրանսիան։ Պատերազմը շարունակվի։ Բայց այստեղ ոչ թե Ֆրանսիային ու Գերմանիային է պետք որ շարունակվի, պետք է Բրիտանիային։ Ինչու՞։ Որտեղ այնուամենայնիվ Բրիտանիան դա գլոբալիստների համաշխարհային տիրապետության երկու սյուներից մեկն է, Բրիտանիայի կառավարությունը եւ թագավորական ընտանիքը։ Մյուսը Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցությունների իր էլիտայով, բոլոր տնտեսական, քարոզչական, գաղափարական, ֆինանսական եւ այլն։ Հիմա մեկ տարի հետո ԱՄՆ-ում տեղի ունեն կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որը շատ կարևոր է, այդտեղ հանրապետականը կլինի մեծամասնություն, թե չէ։ Եթե Ուկրաինայում կռիվը չկանգնեց, ձեզ 101% երաշխավորած ասեմ, որ կոնգրեսում դեմոկրատները ունենալու են մեծամասնություն։ Իսկ այն ինչ նշանակում։ Նույն բանին կարող են սկսել իմպիչմենտի գործընթացը։ 1, որի որոշակի նախադրյալն այնուամենայնիվ կա Միացյալ Նահանգներում։ Եվ երկրորդ, եթե անգամ իմպիչմենտի գործընթացը սկսեն, ապա նախագահական ընտրությունների հաջորդ, որ այդքան էլ շատ չի մնացել, լրջագույն առավելություն է։ Իհարկե առավելություն է։ Այսինքն Բրիտանիան դրել է խնդիր պատերազմը շարունակել մինչև վերջին ուկրաինացի։ Էական ինչ ծախսեր է, Եվրոպան ինչ ծախսած նյութական, հա, գումարը տալիս, ինչ սպառազինություն եւ Ուկրաինայից ինչքան մարդա զոհվում։ Պատերազմը դի շարունակել, սա Բրիտանիայի պլան Ա-ն է։ Հիմա եթե այնուամենայնիվ, իսկ ով է ուզում որ կռիվը կանգնի, առաջնորդի Միացյալ Նահանգները վստահաբար եւ Ռուսաստանը։ Եթե կռիվը կանգնեց, ինչ որ պայմանավորվածությամբ 28 կետեր դարձել է 19 կետ, բանակցություններ են գնում եւ այլն, այդպես դյուրին չի, հա, այնուամենայնիվ ռուսական կողմը որոշակի իր սկզբունքների համար հետամուտ է լինելու եւ պահանջատեր է լինելու։ Այնպես կարծես թե ստանում է ամեն ինչ։ Այնպես չի որ ռուսական կողմը, եթե Միացյալ Նահանգներն առաջարկին, կասի համաձայն են։ Չէ, ինքն իր պահանջներով, որի իրանք ունի, որտեղ ինքը այս բան հաղթող կողմն է, հա, մարտի դաշտում, ակնհայտ է։ Միացած ժամանակի խնդիր է։ Եվ հետաբար խաղաղության կողմնակիցներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը։ Ես մի մեծ վտանգ եմ տեսնում։ Քանի որ եթե այդ պայմանագրի ստորագրման հավանականությունը որ մեծանալու է, հիմա Բրիտանիան հասկանում է, որ այդտեղ եթե ստորագրվեց, կռիվը կանգնեց, դա նշանակում է, որ այդ պատերազմում իրական Ուկրաինան չի պարտվել։ Այդ պատերազմում պարտվել է Բրիտանիան ու Եվրամիությունը։ Դրանց բխող բոլոր ծանր հետևանքներով, այդ թվում Եվրամիության համար, հա, որտեղ արդեն կոռուպցիոն ոչ թե 100 միլիոնավոր դոլարն է, այլ միլիարդավոր դոլարների կոռուպցիոն ամբողջ սխեմաներ ջերես են դուրս գալու վստահաբար։ Միացյալ Նահանգների գոնե հատուկ ծառայություններ կարծում բավականաչափ իրազեկված են։ Իսկ որից ինչ է բխում, որ եթե դա դուրս եկավ, իսկ այդ ամեն ինչը կապվում է Բայդենի վարչախմբի եւ Բրիտանիայի կառավարության հետ։ Սա իրանց համար մահախոսական է դառնալու ուղղակի իմաստով։ Այ որպեսի ես ասում եմ որտեղ եմ վտանգ տեսնում, այ որ հենց հավանականություն շատ մեծ է լինելու, որ կռիվը կանգնի Ուկրաինայում, հա, ստորագրվի ինչ-որ բան, պատերազմի կանգնեցման։ Երկրորդ ճակատ բացան։ Շատ ճիշտ է։ Хорошо է։ Իսկ ամենահարմար տեղերից մեկը որտեղ է որ բացվի։ Այնտեղ որտեղ մենք Հարավային Կովկաս։ Այնտեղ որտեղ մենք ենք ապրում։ Այդպես։ Ումով։ Հայաստանով թե Ադրբեջանով։ Չէ, Ադրբեջանով։ Այսինքն եթե ստրատեգիական առումով այս տարածաշրջանում պատրաստում էր ՆԱՏՕ-ի միացյալ բանակ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերով, Թուրքիայի գլխավոր շտաբի առաջնորդությամբ մի ուղղությունը Ռուսաստան, մի ուղղություն Իրան, որի մասին մի փոքր առաջ խոսեցինք։ Ապա եթե Բրիտանիայում որոշում կայացվեց, որ իսկ Բրիտանիան սուր աշխարհում երկու գործիք ունի։ Դիվանագիտական այն է հետախուզական եւ գործակալական եւ ֆինանսական։ Ամեն դեպքում Ֆեդերալ ռեզերվային համակարգի կենտրոնը Վաշինգտոնը չի, Լոնդոնի Լոնդոն Սիթին է, այսպես ասենք, այսինքն կառավարում ընդդրեցակը։ Եվ եթե Բրիտանիան որոշեց, որ այս տարածաշրջանը պիտի պայթի, իսկ ամենահավանական, թեև կան, ասենք, ինչ-որ տեղեր, որ էլի է ռուսական կողմին ներքաշ են այդ ուղղությամբ, բայց դա ձախողման ենթակա բան, ասենք,
Մոլդավիայի Մերձդնեստրի հանրապետությունը, շրջափակված վիճակ, ուկրաինական զորքեր այդ ուղղությամբ, մի կողմից սկսել, մյուս կողմից ռումինական զորքեր, Բալթյան երկրներ, մյուս կողմ Կալինինգրադի մարզը այդ Բալթյան երկրներ, որ ասում եմ, ինչին այսան այդպես հասունացած չի, հա, պոտենցիալ բախման տեղ չի, իսկ մենք, այո, շատ ճիշտ է, պոտենցիալ բախման տեղ ենք, ես չեմ բացառում, դե հիմա օրինակ Ալիևը կարող է ասի, այսքան ժամանակ խաղացել ես Հայաստանի իշխանություն։ Ոչ փախստականներն են վերադարձել, ոչ էս էս արել, ոչ էս արել, այսքան ոչ սահմանություն ես փոխել, մի քանի ուղղությամբ էլ, ասենք, սադրանքներ անի ռազմական առումով, իհարկե մեղքը բարթելով հայկական կողմի վրա։ Ինչպես ասենք ջերմուկի դեպքերը հիշում եք, չէ՞։ Եվ դա մի ուղղությամբ չլինի, 5-6 ուղղությամբ Ադրբեջանը փորձի մտնել։ Ինչ եք կարծում։ Ստեղ ռուսներն են նախ փաստի առաջ կանգնեցնելու, որտեղ ռուսական կողմը փաստորեն ներքաշվելու այս տարածաշրջան պատերազմի մեջ։ Ռուսների բոլոր զիջումները այս կամ այն չափով այս տարածաշրջանը ունեցել են մեկ նպատակ՝ չլինի պատերազմ, այսինքն երկրորդ ճակատ չբացվի։ Եվ դրա մասին հրաշալի նաև Բրիտանիան գիտի իր հատուկ ծառայությունները եւ նաև իրենց բանակը։ Հիմա եթե ստեղ սկսեց, վստահաբար մի քանի օրից Նիկոլա Իգնատիռով ընտանիքով հայտնվելու ինչ-որ միտեղ գնա ճողոբրի։ Եվ այս ոչ կազմակերպված վիճակում մենք ենք մնալու, ես չգիտեմ ինչ անելու։ Սա իսկապես խիստ վտանգավոր է մեզ համար։ Եկեղեցու շուրջ բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգանում եւ շատ արագ։ Պարոն Ապետյան, կարծես թե Փաշինյանը տեսնելով, որ չի ստացվում փողոցային ճնշումը, այլ գործիքակազմ է սկսել կիրառել, հա, ներսից քանդել կառույցը եւ երեք մենք տեսանք այդ փաստաթուղթը, այնուհետև հանդիպումը, այնուհետև Մայրաթորի իրական նվիրյալ հոգեվորականների արձագանքը։ Արդյոք մենք մոտենում ենք վերջնակետին եւ արդյոք օղակավլի չի սեղմվում վեհապարի շուրջ։ Գիտեք, սրանք են ականներն էին, որոնք կային։ Հիմա բացահայտվել են։ Կարող է մի երկու ական էլ կա, չգիտեմ։ Մեր եկեղեցին, եթե չեմ սխալվում, ունի 55 բարձրաստիճան հոգեվորական, նկատի ունեմ եպիսկոպոս, արքեպիսկոպոս, 55։ Հիմա 3-8 անձ են գնացել վայելելու պղծությունների եւ մեղքի մեջ թաղված, բայց իրեն մեր եկեղեցու մի ժամանակ ուրեմն հավատավոր զավակ, իսկ հետո իր ստատուսը իջացրեց որպես հետևորդ հանցածող Փաշինյանի հետ գնացել են վայելեն, 1-1 գնացել են վայելեն։ Նաեւ Արցախի թեմի առաջնորդ։ Այո, ուրեմն այն թղթի կտորը թերթոն, որի վրա ինչ որ տեքստ էր գրած ու ստորագրել են 9 անձ։ Այդ 4-ը չեն ստորագրել։ Բայց հələ հարցը է 4-ի ազգանունը տեղ դիլներ թե չէ։ 3-ինը։ Մեկը Վայոց Զորինը Աբրահամ Սրբազանը չի ստորագրել, բայց ինքը 3 Փաշինյանի մոտ էր։ Մեկը ստորագրել է Արմավիր թեմի առաջնորդը Սիոն Սրբազանը, բայց ներկա չէ, այսինքն ստեղ։ Բայց ես ընդունում եմ այսպես, ով ստորագրել է կամ գնացել է, ինքը արդեն այդ գործի մեջ է 10 անձ։ Մեկը Միացյալ Նահանգներում Արամեծյան թեմի հոգևոր առաջնորդն է, մյուսները այստեղից են։ Մենք ունենք 12 թեմ Հայաստանի, հա, Էշմիածին ենթակա այստեղ, թե Էշմիածին նաև դրսում են թեմեր կան, որ ենթակա են, 12 թեմից 4 թեմի առաջնորդ են, այս կեցվածքի մեջ, հա, Վայոց Ձոր, Արարատյան Հայրապետական, Կոտայք, եւ մյուսը որներ։ Եթե ընդունենք Սիոնը, Արմավիր, մյուսը Արմավիրը, 4 թեմ։ Հիմա դա 1/3-ն է մեր թեմերի, հա, եթե այսպես վերցնենք, 12-ի մեջ 4-ը 1/3-ն է։ Եթե 10 անձից 4-ը անում ենք, տակը 6 է մնում, չէ՞։ 55 ուրեմն Սրբազաններ, եթե 10 թեմի առաջնորդներին անում ենք, անում է 45, ես տրիվիալ բաներ եմ ասում, որ հասկանանք էլի զուտ թվաբանությամբ։ 45-ից
փաստացի 6 հոգի են, այս 10-ից 4-ը թեմի ղեկավարներն, 6-ը ոչ։ Արցախը ես ընդունում եմ ոչ, այսպես ասեմ, խոսքս Հայաստանի թեմերի մասն է։ Մեր Բալթյան ընդունում եմ ոչ, Ամերիկան ոչ։ Այսինքն դուրս է գալիս այսպես, ուրեմն 45-ից էլ հանում ենք 6, 39 կողմ են վեհապարի։ Այստեղ ոչ թեմակալ առաջնորդներ 6-ը դեմ են։ Ինչ ասել է կողմ դեմ։ Հայտարարության մեջ մի абսուրդի հասնող բան են գրել։ Անուղակի իրենք պահանջում են վեհապարի հրաժարական։ Լավ, եղբայր, որ իրավունքը չունեն։ Նախ վեհապարը ընտրվում է 2 քայլով։ Քայլ առաջին 1/3 հոգևորականներ Բարձրաշյան, 2/3 աշխարհականների ներկայացուցիչներ։ Եթե չեմ սխալվում 20,000, եթե 10,000 եկեղեցու հավատավոր զավակներից մեկ ներկայացուցիչ է ընտրվում։ Այսինքն այս մարդիկ, որ ասում են թող սենց լինի, իրանց ուսեն ինչ որ չեղած պատասխանատվություն են վերցնում։ Բացի այդ վեհապարը ուծել է։ Այսինքն այս 10 Բարձրաշյան հոգևորականը պանյատ կեքով է շարժվում։ Ես հիմա ավելի խիստ բառը չեմ ուզում ասեմ, թե մեջս լիքն է։ Այս բանը իրան կոծյալ են, կարգալուց եղավ կասեմ մի բան էլ ավել, որտեղ շատ բաներ գիտեմ։ Չեմ ուզում, որտեղ իրավունքը չունեմ, այս բանը օծության ներքո են։ Իրենց դիրքորոշումը զես դա այսպես ասած կոմպրոմատների արդյունք է։ Այո։ Գիտեք, այդ 10-ից 4-ը վեհապար Հայրապետի դեմ պայքարի ժամանակ 2018 թվականից սկսած եղել են առաջին շարքերում։ Բարձ եմ ասում, չէ՞։ 4-ը, 10-ից 4-ը եղել են այս կողմ։ Անունները կարող եմ տալ։ Կոտայքի թեմի առաջնորդը։ Մասաչոտն թեմի առաջնորդը։ Ավելին ասեմ, Արարատյան թեմի առաջնորդը։ 4 անց 18-19 թվական, ես ինչու եմ տենց վստահ խոսում, որտեղ ես մեջն եմ եղել այս ամեն ինչի։ Եվ ինչպես ասում են առաջին գծում, հրաշալի գիտեմ, անուններով, արած գործերով, կեցվածքով, հրաշալի։ 4 անց 10-ից կռիվ են տվել վեհապար Հայրապետի դեմ 18 թվականին նոր Հայաստան, նոր Հայրապետ այսպես կոչված շարժման, որտեղ իշխանությունների ականջները չեր ևորում, բայց ով որ մեջ ներքին խոհանոցը գիտեր, որ իշխանության ականջներն են, էլի։ Բայց փոխարեն նաև գիտեմ, այս բանի մեջ, ցուցակի մեջ 2 անց առնվազն, 3 անց ասենք այսպես, որոնք 18 թվականին մյուս դաշտում էին, գիտեմ։ Կանոնները կարող եմ տալ Աբրահամ Սրբազանը։ Եվ ասել եմ, եւ ոնց եմ իմացել ես, այդ ապստամբների կառավարիչները կազմակերպիչ հոգևորականներից հրավիրել են իրենց մոտ, որովհետեւ ես իմ մասնագիտական ունակությունները, փորձառությունը, կապերը այդ գործին տնեմ։ Ես էլ ասում ինչ եք ուզում, բա վեհապարը բան, հրաժարական բան։ Ըստ մի քանի հարց տվեցի, քարկապ ընկան, իսկապես։ Ոսինք ասի դա իրավունք ունեք, որտեղ է գրած Աստվածաշնչում, մեր երկիկա եկեղեցու կանոնացիան մեջ կա նախադեպ, ասում ոչ, ասում վեհապարը ուծյալա կողքս նստած նախկին ավեղը հարկորուն ասում հա դիմացել Հոլանդիայից եկած արդեն կարգալուց Տեր Արմենն էլ ասում մի րոպե ես մի վարքյան մի հատ մտնում սանհանգույց ասում չէ Տեր Արմեն հարցը պատասխան նոր մտի ասում հա ուծյալա ոնց ասի ուծյալի դեմ սուր եք բարձրացնում ինձ Տեր Արմենը ասում 20 տարի սպասել ենք մի 20 տարի սպասենք ասում չհասկացա ուզում եք ասեք Աստված արձակուրդի մեջ է հա իրատեղնը դուք եք գործանում պատկերացնում եք խոսակցության հարթությունը բայց ինչ է որպեսզի ինձ գայթակղեն որ սա շատ լուրջ բան է անուններ են տվել անկեղծ առանց ձևերի անուններ են տվել երկուսը գոնե առնվազն երկուսի երեքի անունը տվել են մա մեկը Աբրահամ Սրբազան մյուսը Արտակ Սրբազանը Մայրաթորի միաբան տեսուչ այդ 18 թվի պատմություն եմ ասում ինչ սպասենք այստեղ արդեն ինչպես ասում են օրինակ ես 3 սոցիալական ցանցերում որոշակի ակտիվություն ունեցող մարդկանց մոտ մեր դաշտի հա ու ոչ միայն նաև չեզոք ասում են թե գնդակը վեհապարի դաշտում է չէ այդպես չի գնդակը վեհապարի դաշտում չի այդ վեհապարի գրպանը ոչ մի պետք չի գցել այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի որը մեր եկեղեցու հետևորդ է նվիրյալ եւ հավատավոր զավակ է այսօր գնդակը իր դաշտում է ամեն մեկիցս կախված է ինչ որ բան
բայց պետք է ինչ-որ կոչ լինի, ինչ-որ շարժ լինի, որ քաղաքացիները տեսնեն, որ գործընթաց կա։ Շարժը, օրինակ ես անձամբ երեք տարածել եմ մի հայտարարություն։ Ի զարմանս ինձ, ասենք, այդքան արձագանք ես ժամանակին նույնիսկ պատերազմի ժամանակ կամ դրանից հետո իմ հաղորդումները եւ այլն, գիտեք, որոշակի լսան ունեմ, դա համեստորեն ասեմ։ Նման արձագանք ես չէի սպասում։ Մասնապես, որ Վեապար Հայրապետին դիմում ենք, այս անձանց ապօրինությունները, խոսքս այդ 8 կամ 10 ուրեմն սրբազանների մասին է, կարգալուց անել։ Տեքստը իմ Facebook-ան էջում դրած է, բայց այն արձագանքը, որ եղավ մարդկանց կողմից, մի պահ ֆեյքերի մի խումբ փորձեցին մտնել, մի 10-12 հոգի դες ջղայնացած սմայլիկ են դնում, շատ արագ փակեցի, թեման փակվեց։ Բայց մարդիկ հարյուրներով, հազարի մոտ, ես դες բան չէի նկատել։ Էլ զանգերով էլ բան, հիմա ինչ եմ ասում։ Կեցվածքը հետևյալն է, կա 10 հոգի, այս իմ գրածի մեջ 2 հոգուն հարցականի տակ եմ ես դնում։ Մեկը ԱՄՆ-ի արմենիական թեմի Հորնան Սրբազանի, մյուսը Արմավիր թեմի, որի ստորագրությունը կար, բայց չէր եկել։ Այս երկուսը պետք է ճշտվի։ Բայց մյուսների հանդեպ մենք կարող ենք կեցված դրսևորել, օրինակ։ Իրենց թեմերի քահանաները արդեն այսօր ես նայեցի, բավականաչափ քահանաներ տարբեր թեմերից կրկին անգամ կեցված են դրսևորել իր զորակցություն վեապարի։ Այս մարդիկ ապօրինի բան են անում, որ իրավունքը չունեն։ Հələ ես չեմ ուզում այլ հարթություն մտնել, նորից եմ ասում, կարգալուց կարվի կմտնեմ այդ հարթություն վստահաբար։ Փաշինյանը ինքը շարունակելու է սա այդ օղակը, ինչպես երևում է, եւ երեք այս իրադարձությունների հորձանուտում բավական հետաքրքիր մի դիսկուրս կար սոցցանցերում, խոսքը վերաբերվում է, որ Վեապարը գահը փոխանցի իր արդյոք տեղապահին կամայական իր ընտրած հոգևորականն է, այսինքն դա բան, ինքը իրավունք չունի։ Հիմա դուք բանից Վեապարից բան եք պահանջում կամ առաջարկեք անում, որ իրավունք ինքը չունի։ Հո ամեն ինչ բանով չի, հո Նիկոլի նման չի։ Իսկ Նիկոլը ինչու է ստի կեղծիքի վրա նստացնում, որտեվ Իրան, երբ որ Թուրքիայից եւ Ադրբեջանից հանձնարարականը գալիս, չեն ասում, որ դու կարող ես վատ վիճակի մեջ հայտնես։ Ասում են կռուտիտը քո վրան է։ Ոնց ուզում ես խափի մարդուն։ Ինչ սուտ ուզում ես ասա։ Բարձր եմ ասում։ Հիմա Վեապար Հայրապետը այդ հարթության մեջ չի։ Նախ, առաջին, Վեապար Հայրապետը իրավունք չունի հրաժարական տալ։ Սկսում ենք սրանից։ Ինչու՞։ Որտեղ ինքը օծյալ է, ՑՄՀ, հասկանում եք դուք։ Մեկ օրինակ բերեմ։ Եթե մարդը անաշխատունակ է, օրինակ ունենք 4 նվիրապետական աթոռ, չէ՞։ Էջմիածին, Անտիլիաս, Պոլիս եւ Երուսաղեմ։ Պոլսո պատրիարքը Մուտաֆյան Սրբազանը շատ վատ առողջ էր եւ ունակ չէր իր պարտականությունները կատարել։ Կար տեղապահ իր գործերի կատարող, բայց ստատուսը Մուտաֆյանն էր, Սրբազանն էր, ինչու մահացավ։ Իրավունք չկա, ինչու, որտեղ սուրբ հոգու օծությամբ է։ Այսինքն Աստծո ներկայությամբ է այդ մարդը ընտրվել է եւ հետո Աստծո ներկայությունը հաստատել է։ Աստծո որոշումը մարդը չի կարող բեկանել։ Իհարկե այն մարդու համար, ով Աստված իսկապես ամեն ինչի ստեղծողն է, գլխավոր կառավարիչն է տիեզերքում, ամեն ինչ իր օրենքների ներքո է եւ Աստծո հետ տունտունիկ չեն խաղում։ Նրանք ովքեր անհավատ են, Աստծո հետ տունտունիկ են խաղում։ Եվ վերջում պատժվում։ Իհարկե, բազմաթիվ հին ուխտը բացեք նայեք այդ Աստծո հետ տունտունիկ խաղացողների ազգից սկսած թագավորներով եւ սուտ մարգարեներով վերջացրած։ Ամբողջ այդ հին ուխտը նորի ստվերն է։ Նոր ուխտի քրիստոնեության մարդկանց համար քրիստոնյաների հին ուխտ ինչու է կարևոր, որ պատմական տարբեր դրվագներում թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Աստված հին կտակարանում շատ ավելի դաժան էր։ Գիտեք, ասենք, երբ որ ժողովուրդ է ստեղծվում, իսկ հրեաներին Աստված զրոյից չստեղծեց։ Ընդ որում իրանց նախահայրը հրեայի չի եղել, այդպիսի գոյություն չունեցել։ Աբրահամը հորիա չէր։ Ճիշտ է։ Բա այդ բանը փորձություններով, տառապանքով, թրծվելով դե անցնեն, այդպես է։ Եվ հետեաբար նրանք ովքեր որ այս տունտունիկի մեջ են մտել Աստծո, իրանք սերունդները գլխի գալիքը չգիտեն, եթե ուզում են իմանան, թող գնան բացեն բանը հին ուխտը։ Ես միշտ օրինակը բերում եմ, հրեաները Հերոբովամ թագավորը
Ինքը մտածեց, որ քանի որ թագավորը կարող լինի նաև քահանա, իսկ քահանաները այնտեղ շատ բարձր ստատուս ունեին, հա, տաճարում պատկերացնում եք արարողություններ անելու։ Ոչ միայն ինքը իրան քահանա կարգեց, այլև սկսեց իր ուզած մարդկանց, ինչպես ասում են ԽՑԲ տարբերակով քահանաներ կարգել։ Աստծո ոչ միայն զայրույթը առաջացել, այլև վրեժխնդրությունը։ Հաջորդ շատ արագ հետ մահացավ, հաջորդ Բասամ թագավորը մերու մանուկ բոլորին, ով խախտել էր Աստծո պատվիրանը, որտեղ հրեաների Հակոբի 12 զավակներից որպես այդպիսին քահանաստոմը Ղևի սերունդն է, ուրիշ որից մեկ իրավունք չունի, իսկ այդ խախտել էր Հերոբովամը, մերու մանուկ կոտորեցին։ Ես օրինակը միշտ բերում ասում ժողովուրդ ասում, մի մտածեք, որ Աստված կողքի սենյակում զառամյալ պապիկ է, հիշողություն, լսողություն, տեսողություն, բանականություն կորցած մարդ է, ոնց ուզես կխաբես, չի լինելու այդ։ Ով հավատում է Աստծուն, իր զորությանը պետք է հավատա։ Եվ այս այլանդակությունները, որ անում, այս մարդը չի հավատում։ Այն որ ասում է անհավատ քրդի շուն։ Շունն է էլի անհավատ, ոչ թե քուրդը։ Քուրդը մավետականություն դավանող ժողովուրդ է եւ պայքարով կռվող ժողովուրդ է իր ազատության համար։ Հիմա սրանց է անհավատներով նստել են։ Օրինակ ինձ հետաքրքիր այդ 8 հոգին որ գնացել են Դավիթ։ Հանդիպման, չէ՞։ Փաշինյանը իր ստատուսը մինչեւ ասում է եկեղեցու հավատացած զավակ եմ, հավատացած զավակները մեր եկեղեցու խորհուրդները պետք է կատարի։ 5 խորհուրդ աշխարհականներից պետք է կատարեն։ Փաշինյանը ոչ մեկն չի կատարում։ Ամենավերջինը պսակի խորհուրդ է, չկա պսակ։ Օրինակ այս մարդիկ որ գնացել են, ասես դեմքին նայում են, չէին ասում դու ով ես ընկեր։ Գոնե հենց մի դու գնա մեր եկեղեցու խորհուրդները կատարի, մենք տեսնենք դու իրոք հետևորդ ես թե չէ։ Այդ ինչով է հետևորդ։ Իր ստախոսությամբ, այլասերվածությամբ, կաշառվածությամբ, նենգությամբ, մեծամտությամբ, փառասիրությամբ, արծաթասիրությամբ, այդ ինչով է հետևորդ Փաշինյանը։ Օրինակ ես մեկը լինի հարց է։ Փաշինյան ինչով ես հետևորդ մեր եկեղեցու։ Այդ մինչև հոկտեմբերի 26-ը դու բան էիր, որից է եկեղեցում գնացել էր ապաշխարություն եւ թողություն։ Դες բան եղել է։ Մկրտության ու դրոշմի խորհուրդ ունես, այդ պսակի մասին չասել։ Եվ այդպես չէ հետևորդին 3-8 սրբազան նստած լսում էին։ Դրա ինչն էիք լսում, լավ։ Դե ակնհայտ է չէ ձեր խեղճացած վիճակը, մարմինը սпасարկող վիճակը, ոչ թե հոգու անմահության մասին մտածող եւ երկնային արքայության բանալիները ունեցող հոգեվորականներ եք դուք։ Ցավոք սրտի, ես ցավ եմ ապրում այդ ինչ որ տեսնում եմ, ավելի խիստ գնահատական չտամ։ Այն մարդիկ, ովքեր որ այս կարգավիճակով են, իրականում գիտեք իմ գնահատական էս է։ Երկնային արքայության բանալները սրանք փոխարինել են, փոխել են մի հատ լավ բնականի, մեկ էլ լավ մեքենայի բանալիներով։ Դե բալնիկը էլի, հիմա ինչ կապ ունի, երկնային արքայությունն է, թե տունն է, մաշինա է, մի հատ է դաչայի է, այդ կողպեքի բալնիկներ ունենանք։ Բա ուրիշ ինչ ձեզ ասենք, որ հասկանաք։ Աստծո խոսքով ես չասեմ ձեզ, ինձ լավ գիտեք խոսքը, չափելի է չի իմացած ձեր իմացածի։ Բա ձեր արարքը մեռած հավաց ունեք, մեռած, սաղիթ հավատնել մեռած է։ Գրված է Աստվածաշնչում։ Հավատը առած գործերի մեռած է։ Ինչ գործերով։ Երեք որ գնացիք Փաշինյանի հետ նստեցիք, ժպիտ բարևում էիք։ Ինձ հետաքրքիր է, այնտեղ կային հոգեվորականներ, որ Փաշինյանը, ինչպես ասում են, ֆուտբոլի գնդակ էր դարձել իր քաղաքական կարիերայի բոլոր ընթացքում։ Անուն ազգանունը եւ գնդակին ման տշում էր։ Այս դարպասից այն դարպաս, այն դարպասից այս դարպաս։ Հիշում եք, անունները չտանք։ Լավ ձեր մոտ քրիստոնյա հոգեվորական ես դնում եմ ենք ձեր տղամարդկային արժանապատվություն ձեր մեջ չկա։ Հիմա որ դու գնաք եկեղեցիներում, ասենք պատարակներին մասնակցեք, օրինակ, կամ պատարակիչ քահանա լինեք։ Ձեր կողքով որ հոտը կամ եկեղեցու զավակները, օրինակ եմ ասում, բանի ժամանակ, հաղորդության ժամանակ իրենց սիրո դրսևորումը արտահայտեն ձեր նկատմամբ խոսքերով, եւ ոչ միայն խոսքերով վատ կզգաք ձեզ, ունակից հետաքրքիր է։ Չէ, իսկապես կարող են, չէ, այս ամեն ինչից հետո հիմա պատարակիչ քահանա, ասենք այս Կիրակի օր Գրիգոր Լուսավորիչ ասում Վազգեն Միրզախանյանն է արքեպիսկոպոս անելու։ Հիմա մարդը գնում է կողքով, ասենք սիրո դրսևորում ասի, քաղցր խոսքով։ 1-ը, 2-ը, 5-ը, 10-ը, 50-ը, 100-ը, 500-ը։
կարա չի անի։ Բալա դուք ձեր արարքով ինչ եք ուզում ցույց տալ։ Նորից եմ ասում, երկնային արքայության բանալները դուք փոխարինել եք մի հատ բնակարանի, մաշինի, մի հատ էլ դաչի, հələ ուրիշ բանը չասեմ։ Այդ տան բանալիներով։ Իդեպ սա էլ մյուս կողմից է լավ, իդեպ ասեմ։ Մի օպտի մաքրվեր եկեղեցին։ Ընդ հատուկ հո ներքին անվտանգություն հակայտախոսություն վեհապարը չպահեր, որ իմանար ովքեր են։ Դրսևորվեցին, ասում է չկա չարիք առանց բարիքի։ Չարիք եղա, բայց էս էլ բարիքն է։ Բայց հիմա չիմանանք ովքեր են։ 3 քահանա ընդամենը, չէ՞, մեծ հաշվով։ Այն երկուսին պարտադրել էին այդ Խաչի գյուղում եկել Արարատում։ Այն 3-ը կամավոր էին, եթե հիշում եք, Հովանավանքում, որ տեղի ունեցավ։ Այսինքն 3 քահանա, ես այդպես եմ կարծում, մեկ էլ 10 սրբազան։ Եվ թերևս այս հետաքրքիր լյուստրացիոն ինֆորմացիայով ավարտենք մեր այսօրվա եթերը։ Սիրելի ընկերներ, հիշեցնեմ Անտիֆեքի եթերում Խաշմերուկ աննկրող պատմաքաղաքական ոդկասթներ։ Ձեզ հետ էր լրագրող Դավիթ Ֆիդանյանը եւ վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Կհանդիպենք, մնացեք Անտիֆեքի եթերում, շարունակեք աջակցել մեր բոլոր պրոդուկտներին եւ բնականաբար Ազատություն, Նարեկին, Վազգենին եւ մնացյալ քաղաքական բանտարկյալներին։ Միանում եմ կոչանկությանը, այո։ Իսկ այդ ազատությունը իրապես արժեքը կարծում զգացվում այն ժամանակ, երբ որ դրանից զրկված ես։ Ազատություն բոլորին։